Եվ ծրագրի շարունակությունում ունենք հետաքրքիր եւ հաճելի զրուցակիցներ, բարև ձեզ աղջիկներ, եւ շատ կուզենայի մեր զրույցի սկզբում նախ շնորհակալություն հայտնել, որ ժամանակ գտաք եւ եկաք մեզ մոտ 2019 թվականին Հայաստանում ստեղծվել է հիմնվել է Magnus ընկերությունը, որը զբաղվում է հավաքագրման գործով եւ նաեւ այդ գործակալությունը տարբեր այլ կարևոր գործերով է զբաղվում եւ դուք ներկայացնում եք այդ ընկերությունը ես սիրով կուզենայի մեր ունկնդիրներին ներկայացնել մեր հյուրերին հարգելի ռադիոյն լսողներ ստուդիայում Մերի Ստեփանյանն է Մերին բիզնեսի զարգացման պատասխանատու է եւ մարդկային ռեսուրսների կառավարման եւ հավաքագրման ոլորտում արդեն ավելի քան 7 տարվա փորձ ունի եւ շատ բան գիտի այս գործի մասին։ Մեր հյուրն է նաեւ Էլիզա Մելքոնյանը, HR Edu Hub պրոյեկտի նախագահն է, պրեզիդենտ է եւ նույնպես փորձառու մասնագետ է ոլորտի։ Մենք այսօր խոսելու ենք ընդհանուր հավաքագրման գործի մասին։ Recruiting Recruit բառը մի տեսակ ռազմական է մեր ընկալման մեջ, չէ՞, սովորաբար հավաքագրում են բանակի համար, բայց բարձում է այս recruiting-ը նաև շատ ակտիվ քննարկվող ասպարեզ է մարդկային ռեսուրսների գործում, այսինքն աշխատանք տարբեր հաստիկներ են ստեղծվում, որտեղ որ մասնագետներ են պահանջվում, եւ այդ մասնագետներին գտնելը հեշտ գործ չէ, մի խոսքով դուք շատ կարեւոր եւ բարդ խնդիր եք անում մարդուն տեղադրել կամ աշխատանքի ուղղել այնտեղ, որտեղ նա պետք է։ Եվ ուրիշի հացը չի ուտում, չէ, իր գործը լավ է անում եւ այլն։ Եկեք նախ եւ առաջ հասկանանք HR, այսինքն human resource, մարդկային ռեսուրսների մասնագետը եւ հավաքագրման մասնագետը ինչով են տարբերվում, հա, մի քիչ տարբերություններից խոսենք, recruiting-ի եւ HR-ի։ Որովհետեւ ինձ համար գրեթե նույն բանն է, բայց երևի տարբերություններ կան։ HR մասնագետի զբաղվածության շրջանակն մի քիչ ավելի լայն է, որովհետև իր գործունեության մեջ արդեն ներառված է հավաքագրումը, բայց ժամանակի ընթացքում հավաքագրումն ինքնին այնքան զարգացավ, որ լրիվությամբ փոխվեց HR-ից ու նաև նոր մասնագիտություն, որպես ինքը ստեղծեց շուկայում դրա համար առանձնացան հավաքագրման մասնագետներ, ովքեր միայն recruitment-ով են զբաղվում եւ ոլորտում մնացին նաև HR մասնագետներ, ովքեր վերցրել են HR-ի ամեն մի ճյուղ, զարգացել են այդ ուղղությամբ կամ ընդհանուր հավաքագրման համար էլի պատասխանատվություն են կրում։ Շատ լավ։ Ես կլսեմ ձեզ տարբերությունը, հետո հարցս ձևակերպեմ, խնդրեմ։ HR-ը որպես այդպեսին, եթե առանձին ուզենանք սահմանենք, այդ այն մարդն է, որ կրում է պատասխանատվություն լավագույն տաղանդների ներգրավման, իրենց զարգացման եւ պահպանման համար։ Իսկ հավաքագրման մասնագետը ինքը ավելի շատ որոնողական, գտնողական աշխատանքներով է զբաղվում։ Այո, ամեն ինչ շատ հասկանալի եւ բաց։ Էլիզա, ես ճիշտ եմ հասկանում, ձեր գործը կանում է նրանով, որ օրինակ չգիտեմ, հիմնարկում կամ կազմակերպությունում հարկ կա ինչ-որ մասնագետի, դուք եղած բազայից ձեզ հասանելի ընտրում եք հենց այն մասնագետին, որին առավել հարմար եք համարում, հա, կամ առաջարկում այդ պաշտոնում կամ այդ հաստիկում, ճիշտ եմ հասկանում։ Հա, Մագնուսում մենք մասնագետների որոնումները տարբեր եղանակներով ենք իրականացնում, հիմնականում ավագ հաստիկներով ենք զբաղվում ու բարդ համալրվող հաստիկներով, ու դա կարող է լինել եւ մեր դատաբազաներից, որովհետեւ մենք ունենք ահռելի դատաբազան ավագ, միդ, ջունիոր անգամ մասնագետների, բայց նաեւ մեր դատաբազաներից դուրս ենք որոնողական աշխատանքներ իրականացնում տարբեր հարթակներով։ Ու այդ հարթակները կարող են լինել տրադիցիոն LinkedIn-յան հարթակը ու նաեւ ոչ տրադիցիոն մեր networking կապերը ու ոչ ստանդարտ հաստիկները, օրինակ կարող է դուք զարմանաք, բայց մենք նաև շինարարական ոլորտի բավականին սպეციფიկ հաստիկներ ենք համալրել, որոնք մեզ թվում է բարձր կարգի։ Օրինակ տեխնաձորի հայերեն չգիտեմ կներեք, որովհետև հա, ու ես չէի կարծում, որ նման մասնագետները կլինեն LinkedIn-ում, իրենք կունենան գրագետ վարած LinkedIn-յան պրոֆիլ, բայց նրանք կային անգամ իրենց լուսանկար է այդ ոնց որ ոլորտի սպეციფიկ
յուրահատկությունները հաշվի առած իրենց շինհրապարակներից եւ այլն ու իրենք շատ բաց էին դիտարկելու անգամ եթե օրինակ չէին ցանկանում աշխատանքը փոխել այդ networking-ի կարեւորությունը հասկանում էին ու մեր հետ զրուցում էին ու ելի շատ սպეციფიկ մասնագիտացումներ կա որ դրանից դուրս ենք տարբեր հարթակներով համալրում նայած այդ մասնագետները մեր թիրախ լսարանը որտեղ է բայց հիմնական օգտվում ենք եւ LinkedIn-յան հարթակից եւ մեր դատաբազայից եւ արդեն էքստերնալ այլ հարթակ Մերի Էլիզա, իսկ պատասխանատվություն կրում եք հետագա գործի համար, այդ մարդու պրոֆեսիոնալ հմտությունների, նրա մարդկային տեսակի, կոպիտ ասած, հիմա լավ առաջարկեցիք մարդիկ գործի ընդունեցին, հետո պարզվեց, որ դա այն չէր, ինչ որ պետք էր եւ սովորաբար հաճախ է այդպես լինում, թե այնուամենայնիվ արդեն սովորել եք եւ զգում եք կանխատեսում եք այդ մարդու վարքը, աշխատասիրությունը, ջանասիրությունը եւ այլն, դրանք կարեւոր բաներ են, չէ՞, համաձայն եք, հեղինակության համար։ Իհարկե, բայց ժամանակի ընթացքում ավելի շատ որոշումներ կասում ենք տվյալների վրա հիմնված ոչ թե կանխատեսումների ու որպես այդպեսին մեր գործունեությունը ծավալելից երբ որ սկսում ենք որոնողական աշխատանքները հա նախքան դա բոլոր գործընկերների հետ պարտադիր զրույց ենք ունում շատ մանրամասն դուրս բերելու իդեալական տեխնացուի պրոֆիլը որի մեջ մտնում է ինչպես մասնագիտական որակները այնպես էլ անձնային որակները որովհետև երբ որ մենք որևէ տեխնացու ենք առաջարկում ընկերության, մենք պետք է վստահ լինենք այդ մարդու համապատասխանելիության վրա։ Իսկ ինչպես ենք վստահ լինում, որովհետև նախապես բոլոր տեխնացուների հետ առաջարկող տեխնացուների հետ ունենում ենք նախնական ֆիլտրման զրույց, որի արդյունքում շատ մանրամասն կերպով անդրադարձ են կատարում ես կարիերայի անցած ուղու վերաբերյալ ինֆորմացիային ազնային որակներին եւ այլն ու դրա արդյունքում ավելի համապատասխան կադրեր լինում որ մենք տրամադրում ենք գործընկերներին դրանից հետո էլի աշխատանքները չեն ավարտվում որովհետեւ պարբերաբար հետադարձ կապի ստացում ենք իրականացում եւ տեխնացուներից եւ արդեն այն ընկերությունը որ մեզ վստահել է Կարծում եմ հենց այդ նախնական զրույցն է ամենահետաքրքիրը, որովհետև համացանցում կան բազմաթիվ նկարագրություններ տեխնոլոգիաների եւ հետաքրքիր կլիներ իմանալ ինչ տեխնոլոգիաներ դուք եք օգտագործում, որովհետև անգամ կա Իլոն Մասկի մեթոդաբանությունը, թե ինչպես է ստրեսակայունությունը մարդու որոշում, որը ոչ պակաս կարևոր է ընդհանուր իր մասնագիտական հմտությունների կողքին, ինչպես է կոլեկտիվում, կան ինչ-որ մեթոդներ, որոնք հենց դուք եք մշակել եւ տարբերվում է այն ստանդարտ ցուցակից։ Այո, շատ հետաքրքիր հարց Սուսաննայի կողմից։ Ոչ թե առաջնորդվում ենք մի հստակ մեթոդով, ավելի շատ համադրում ենք մասնագիտացումը հմտությունների հետ, այսինքն եթե այդ մասնագիտացման մեջ օրինակ հաղորդակցման հմտությունները այդքան կարևոր չեն, մենք դա էլ չենք չափում, չափելի նկատի ունեմ մենք տարբեր օրինակ Լուի Ադլերի մոտեցում կա, եթե մեզ լսում են ՄՌԿ եւ հավաքագրման մասնագետները, իրենք վստահ գիտեն այդ մեթոդով կատարողականի պրոֆիլ են կազմում ու կատարողական պրոֆիլը կազմելիս արդեն հստակ առանձնացնում ենք, թե որ հմտություններն են այդ մասնագիտացման համար անհրաժեշտ ու հենց մեր առաջին հանդիպման ժամանակ այդ հմտությունների արդեն չափումն էլ իրականացնում ենք, արդյոք համապատասխանում է այդ մասնագետը այդ մասնագիտացմանը, թե ոչ, այսինքն չենք առաջնորդվում մեկ մոտեցմամբ, այլ այսպես համալիր։ Բայց շատ անգամ ոչ միայն մասնագիտական հարցեր են ուղղում, այլ լոգիկայի, արագ կողմնորոշման, օրինակ, այսպիսի մի դեպք կար, որ բավականին լուրջ մասնագետին հարց էին տվել, թե ինչու ենթադրենք բազմաբնակարան, բազմահարկ շենքում լիֆտից օգտվում են, հասնում են մինչև 12-րդ հարկ, եթե ապրում է 13-ում, բայց իջնելիս 13-րդ հարկից է իջնում։ Եվ աշխատակիցը, այսինքն հավակնորդ այդ մասնագիտության, պարզապես չէր հասկացել, թե ինչ կապ ունի դա իր մասնագիտության հետ։ Բայց իսկ դուք գիտեք պատասխանը։ Մտածում ենք։ Հետաքրքիր է։ Պարզվում է, որ դա երեխա է, որի ձեռքը չի հասնում 13-րդ հարկին, նա սեղմում է 12-ը, բայց իջնելիս 13-ից է իջնում։ Եվ պարզվում է, որ դա էլ նշանակություն ուներ աշխատանքի ընդունվելիս։ Կօգնեք մեզ կողմնորոշվել, շփոթված ենք այն առումով, որ բոլորս CV է, ռեզյումե կոչվածը գրել ենք կյանքում։ Եթե աշխատանքի որոնման մեջ ենք եղել կամ գործ ենք փոխել, այդ CV-ն տրամադրելը չէ ռեզյումե կոչվածը։ Եվ
վստահ կարող եմ ասել, որ բոլորը ինչ որ մի կետ ճոխացնում են, անպայման, եթե մի կետի մասին։ Այսինքն այնպես չէ, որ այդ տվյալները միշտ հենց այն է, ինչ կա։ Մի քիչ հաջողությունները ուռճացված են, մի քիչ այնտեղ ինչ որ բաներ կա, որ պետք է ասեին, չեն ասում, մի խոսքով CV լրացնելիս այդպիսի բաներ։ Ես ուզում եմ հասկանալ, ինչ որ բազա կա, որից դուք օգտվում եք եւ ստուգում եք CV-ի իսկությունը, եթե դրա անհրաժեշտությունը կա, թե այնուամենայնիվ ամեն ինչ կառուցված է անձնական զրույցի ընթացքում բացահայտումների վրա։ Այսինքն պիտի նաև մի քիչ երևի գլուխ անեք, չէ՞, այդ գործից, որ հավաքագրում եք, այնպես չէ, որ ես ուզում եմ հատ հասկանալ մեխանիզմը ինչպես է կանում դա, էլի։ Սենց հետազոտություններ էին արել ու պարզվում էր, որ CV-ի վրա յուրաքանչյուր հավաքագրման մասնակից ասում է միջինում 5-ից 7 վայրկյան, որպեսզի նայի, կարդա ինֆորմացիան, ուսումնասիրի, ինչ ենք անում մենք, միայն CV-ի վրա չի, որ հիմնվում ենք, բայց CV-ն կարևոր գործոն է բնականաբար, որովհետև մարդը այնտեղ ներկայացնում է իր կարիերայի անցած ուղի, հաջողությունը եւ այլ տեխնիկական հմտությունների մասին է նշում ինֆորմացիա, բայց դրանով չենք սահմանափակում, որովհետև ամենակարևոր ինֆորմացիայի աղբյուրը մենք համարում ենք զրույցը տեխնացուի հետ ու ցանկացած հաստիքի համար, ցանկացած հնարավորության դեպքում մենք նախապես դուրս ենք բերում այն չափանիշները, ինչը որ բնորոշ են իդեալական տեխնացուին։ Ու արդեն մեր զրույցի ժամանակ մենք հասկանում ենք տարբեր հարցադրումներով ու հիմնական հարցադրումները ավելի շատ փաստահեն են, այսինքն եթե մարդը ասի, որ ես շատ լավ հաղորդակցվող եմ, միայն այդքանով չենք բավարարվելու։ Պետք է մեզ որոշակի ապացույց բնականաբար։ Իհարկե, բայց օրինակ, երբ որ դու հայտնվել ես ինչ-որ իրավիճակում ու sense կարողացել ես ներկանալ լավ հաղորդակցման հմտություններով, հա, ինչ-որ մի հատ օրինակային մակարդակի ենք իջնում, արդեն հասկանում ենք արդյոք մասնագետը այս կամ այն որակի տիրապետում ունի իր մոտ, թե չէ։ Ու տվյալ դեպքում գնահատումն իրականացում է ավելի օբյեկտիվ եւ ավելի արդար։ Ու եթե ունենք CV-ներ շատ գեղեցիկ կազմված, մեկին ուռճացված, մյուսինը ոչ այնքան, մենք ավտոմատ նման դեպքերից խուսափում ենք, որովհետև ընտրողությունը տալիս ենք այն մարդու, որ հաստատի ավելի արժանի է այդ հաստիքի համար։ Իսկ դուք ինքներդ իրավիճակներ ստեղծում եք, օրինակ էլի նման դեպք է եղել, երբ աշխատանքին հավակնողին տրամադրել են անսարկաթոռ, որը ճոճվում էր, եւ սпасել են որքան կհամբերի եւ չի հանդգնի ասել ու կարող են փոխել աթոռը եւ ավելի հարմարավետ աթոռ վերցնել, որպեսզի շարունակեմ զրույցը։ Այսինքն մարդու այդ թե համեստությունը, թե լիդերության հատկանիշները նույնպես դրանով են որոշում։ Դուք իրավիճակներ ստեղծում եք։ Այդ IKEA-ի դեպքերն է, չէ՞, կարծեմ, եթե չեմ սխալվում, իրենք ունեն բավականին հետաքրքիր օրինակներ, որպես այդպեսին չենք ստեղծում, ավելի շատ իմ անձնական փորձից ելնելով ասեմ, ես ավելի հակված եմ տեխնացուի ստեղծել ավելի անմիջական, ավելի ընկերական, ավելի ազատ միջավայր, որովհետև միայն մարդը կոմֆորտի մեջ լինելով է, որ կարողանում է ավելի շատ ինֆորմացիա կիսվել իր հաջողությունների, ձախողումների։ Ահա, բայց իրավիճակները տարբեր են ու մենք ոչ մի կերպ չենք կարողանա կանխատեսել բոլոր հնարավոր ռիսկերը, որ կարող են մարդիկ բախվել աշխատանքի ընթացքում։ Դրա համար էլի հակված եմ ստեղծել շատ ներդաշնակ ու կոմֆորտ միջավայր, որ մարդը ավելի ազատ կերպով թե իր թերություններից, թե իր ձախողումներից եւ զուգահեռաբար հաջողություններից կարողանա կիսվել։ Ստրեսային հարցազրույցների օրինակներ կան տարբեր տեսակի, մի քիչ շատ վերապահումով եմ մոտենում դրանց ու էլի անձնական տրամադրվածությունից ելնելով, բայց բնականաբար կան հաստիկներ, կան ընկերություններ, ում համար որ դա կարևոր է։ Իրավիճակ մի քիչ բար կլինի մեր կողմից ստեղծելը, որովհետև ամեն դեպքում մենք outsource կամպանիա ենք, հա, մենք մեր ներսի թիմի համալրմամբ չենք զբաղվում։ Ներսի թիմում միգուցե կարողանանք ստեղծել այդ ամբողջը։ Բայց երբ որ խոսում ենք հեռավար տարբերակով, հեռախոսազրույց ունենալով, ավելի կարևորելով անձնային որակները, որ կարող ենք դուրս բերել մարդու համապատասխանելիությունը, մի քիչ շեշտադրումը տալիս ենք դրա վրա։ Մի քիչ դասընթացներից կպատմեք, ինչպես է նրանք ընթանում, ինչ կառուցվածք ունեն, ում համար է։ Մեզ մոտ HR Edu Hub-ից նախ պատմեմ, HR Edu Hub-ը հարթակա նախատեսված ՄՌԿ եւ հավաքագրման մասնագետների մասնագիտական զարգացման համար առաջին հերթին ու բացի ՄՌԿ եւ հավաքագրման մասնագետներից նաեւ ունենում ենք դասընթացներ soft հմտությունների զարգացման տարբեր մասնագիտացման մասնագետների համար։ Մեր դասընթացները նախատեսված են երկարաժամկետ եւ կարճաժամկետ։ Երկարաժամկետ դասընթացներից են օրինակ HRM from A to Z,
Z եւ recruitment from A to Z, HR-ն from A to Z-ում մասնագետները կարող են լրիվ այլ ոլորտից switch լինել եւ գալ 0-ից մեզ մոտ սովորել մենք պրակտիկ առաջադրանքներով եւ կնդիրնեն switch անջատվել այնտեղից եւ թողնել այն գործը լիովին նոր գործով սկսել լիովին նոր մասնագիտացում ընտրել օրինակ ինքս ես բանկային ոլորտից եմ անցում կատարել HR ոլորտ ես ինքս էլ եմ մասնակցել մեր մոտի նմանատիպ դասընթացներին եւ անցում կատարել այսինքն դասընթացները այնքանով են իրատեսական որ իրանք եւ տեսականի եւ պրակտիկի իդեալական միքսն են։ Մարդիկ կարող են լսել, հետո պրակտիկ առաջադրանքներ իրականացնել եւ հաջողությամբ ստանձնել ՄՌԿ մասնագետի դերը մենք այստեղ նաեւ աջակցում ենք, այսինքն մենք ունենք շատ գործընկեր կազմակերպություններ, որոնք փնտրում են հենց սկսնակ ՄՌԿ մասնագետների, ինչի սկսնակ, որ 0-ից իրենց մշակույթով ադապտացնելով սովորեցնեն ամենը մենք այստեղ նաև աջակցում ենք ու նաև աջակցում ենք ավակ ՄՌԿ մասնագետներին։ Մյուս դասընթացը հավաքագրման մասնագետների համար է, այստեղ արդեն խորությամբ հավաքագրում ենք սովորեցնում, հենց մեր թիմն է հիմնականում ներգրաված լինում։ Ունենք նաև փափուկ հմտությունների զարգացման դասընթացներ, ես փորձեմ ամենը հայերենով ասել, որ մեր ունկնդիրներն հետաքրքիր որն է փափուկ հմտությունները։ Փափուկ հմտությունները նայեք, կան կոշտ եւ փափուկ հմտություններ։ Կոշտ հմտությունները դրանք այն հմտություններն են, որոնք դուք կարող եք նստել ինչ-որ մեկի կողքը եւ սովորել։ Ես շատ հասարակ ձևով եմ բացատրում, օրինակ Excel։ Դա կոշտ հմտություն է, իսկ հաղորդակցման հմտությունը, բանակցային հմտությունը, դրանք փափուկ հմտություններ են, դրանք դժվար են չափելի։ Ես չեմ կարող օրինակ օբյեկտիվորեն ասել ձեր հաղորդակցման հմտությունները լավն են, թե ոչ, եթե չեմ չափել այսպես։ Իսկ Excel-ի գիտելիքներ ես կարող եմ հստակ ինչ-որ քննական հարցարան տալ ու օրինակ հասկանալ դուք լավ եք տիրապետում Excel-ին, թե ոչ, եթե այսպես շատ Բայց Excel-ին պետք է հիմա տիրապետել, ընդհանրապես, Էլիզա։ Կան բավականին դատայում միգուցե հա, բայց շատ խիստ մասնագիտացված չէ, այսինքն նախկինում համատարած օգտագործում են, հիմա շատ քիչ եմ տեսնում։ Էլի իրակիրառելիություն ես օգտակար եմ համարում շատ տարբեր հարթակներ կան, բայց երբեմն sense արագ հեշտ ինչ-որ բան անելու համար ինքը բավականին լավ լուծում է։ Excel-ը կապված մի անեկդոտ կա մասնագիտական, կարծում եմ ձեզ էլ կզվարճացնի։ Հավանաբար այդ հարցազրույցների ժամանակ այդ հարց տալիս եք, իսկ ո՞րն է ձեր ուժեղ կողմը, այդ հարցը տալիս եք, այդպես սովորաբար։ Այդ ֆիլմերից գիտենք, չէ՞։ Հարցի ալտերնատիվաներն ենք տալիս։ Հասկացա։ Հիմա մեկը գալիս է հարցազրույցի, ասում են ո՞րն է ձեր ուժեղ կողմը, ասում են նպատակասլացությունը։ Ասում են ինչպես է դա արտահայտում, ասում են ես Excel աղյուսակի վերջն եմ տեսել։ Դա անվերջ համակարգ է, գիտեք, որ Excel-ը գեներացնում է միշտ նոր սույնակներ, մի խոսքով, այսինքն նպատակասլացությունը համեմատել է Excel-ի վերջնական լինելու հետ։ Ես շարունակեի զրույցը մի քիչ խիստ մասնագիտական, որովհետև գիտեք, այնպես տպավորություն է ստեղծում, որ դուք զբաղվում եք միայն այն պահանջված, այն լավ վճարվող մասնագիտություններով, դրանք տեխնիկական մասնագիտություններ, ծրագրավորողներ, չգիտեմ, IT ոլորտի մասնագետներ, բանկային համակարգ, իսկ ինչ անեն այն մարդիկ, որոնք չունեն պրոֆեսիոնալ հմտություններ, բայց գործ են փնտրում։ Իհարկե կան ինչ-որ կայքեր, լիստեմ եւ այլն, որտեղ որ կարող են ասենք առաջարկներ եւ պահանջարկներից օգտվել եւ այլն, բայց արդյոք ինչ-որ խիստ մասնագիտացված խումբ է մասնագետների, որոնք որ ձեր հետաքրքրության շրջանակներում են, թե ցանկացած ընկերություն կարող է ձեզ դիմել, օրինակ, չգիտեմ, օրինակ պետք են լավ կարողներ, կարի մեքենայի վրա աշխատողներ, պայմանական։ Կարող եք այդպիսի խնդիր առաջադրանք լուծել, թե ասում եք դա մեր գործը չէ, մենք ավելի այսպես։ Չէ, դա մեր կոմպետենցիայի շրջանակում էլի մտնում, ուղղակի այստեղ ծառայությունների որոշակի տարբերություններ կան, թե ոնց ես դու իրականացնում որոնողական աշխատանքները։ Այսինքն, երբ որ Էլիզան նշում էր մենք ներքին տվյալների բազա LinkedIn, դրանից բացի մենք հավաքագրման մասնագետները լավ կասկան, X-ray-ա կոչվում, ոնց որ ռենտգեն հայերեն թարգմանաբացես, կա մեթոդաբանություն, դու ինչպես ես Google-ի հետ, Google-յան լեզվով խոսում, լրագրողներն էլ, եթե չեմ սխալվում, այդ օպերատորներն օգտագործում են end, not, ինչքանով տեղյակ եմ։ Ու նման մեթոդներ կան, որով որ դու կարողանում ես Google-ից դուրս բերել իդեալական տեխնացուների պրոֆիլներ, համապատասխան տեխնացուների պրոֆիլներ ու արդեն համադրել քո կողմից արդեն իսկ
պահանջված եւ ներկայացված հաստիքը։ Հիմա նմանատիպ մեթոդները սովորաբար աշխատում են տեխնիկական կամ տես բարձր որակավորում ունեցող հաստիքների դեպքում, ոնց որ դուք նշեցիք, բայց դրանից զատ ունենք նաեւ հավաքագրման այլ տեսակի ծառայություններ, որը ավելի նախատեսված է massական համալրման վրա կամ ոչ շատ նեղ մասնագիտական Սպասարկման ոլորտում օրինակ, հա։ Նման հաստիքների դեպքում դա նույնպես իրականացվում է։ Այստեղ արդեն աշխատանքները մի քիչ այլ ֆորմատով են, որ մենք բարձրացնում ենք այդ հաստիքի աշխատանքի նկարագրության տեսանելիությունը։ Իսկ թե ոնց ենք բարձրացնում, այդ արդեն էլի մեր հնարքների մեջ է մտնում։ Ոլորտային ինչ-որ սահմանափակում չունենք, չնայած եթե ստատիստիկորեն ասեմ, մեր գործընկերներից 70%-ը IT ոլորտի ներկայացուցիչներն են։ Ու ունենք նաև գործընկերներ միջազգային շուկայում, ոչ միայն Հայաստանում։ Ու 2019 թվականից ինչ Մագնուսը գործում է, մեզ բարբերաբար նաև միջազգային շուկայի տարբեր գործընկերներ են վստահում։ Հետաքրքիր է այդ վերջին տարիներին տեխնոլոգիական առաջընթացը որքանով է նպաստել կամ կիրառելի է արդյոք ձեր ոլորտում այդ որոնողական աշխատանքները կատարելիս, նաև հավելենք արհեստական բանականությունը, օգտվում եք թե ոչ, թե ամբողջական դա մարդկային գործոնի վրա է հիմնված։ Եվ ներողություն, դուք երևի բոլորից լավ գիտեք, որ AI այնուամենայնիվ այսօր շատ մարդկանց առանց գործի է թողնելու, այսինքն այսօր ասելով մի քանի տարի հետո ինչպես եք սկեպսիսով, հա, ինչպես եք դրան վերաբերվում, դա էլ կխնդրեմ, հա, պատասխանի մեջ ներառեք։ Ես պատասխանեմ հետո Էլիզա ասի, նախ օգտագործում ենք ու բնականաբար առանց AI-ի հիմա աշխատանքներ իրականացնելը անիմաստ եմ համարում, որովհետև եթե դու կարող ես ինչ-որ բան շատ արագ անել, արդյունավետ լինել, ինչի՞ չէ, ինչի հրաժարվել դրանից, հատկապես որ օբյեկտիվ է։ Չնայած մարդն էլ սուբյեկտիվ մոտեցում է ցուցաբերում։ Դե հա, բայց գոնե սխալվելու հավանականությունը քչանում է։ Օրինակ տարա սխալ ես անում, ինչ-որ կրկնվող դատայի հետ ես աշխատում։ Ինքը բավականին հեշտացնում է աշխատանքը ու հա կիրառում ենք, որովհետև տեխնոլոգիապես պետքա պարտադիր Magnus թիմը շարունակաբար զարգանա, առաջատար լինի, որովհետև մենք տարբեր մասնագիտությունների տեր մասնագետների հետ ենք խոսում ու ավագ մասնագետների հետ ենք շփվում, մենք պետք է ինֆորմացված լինենք, հա, ասենց այս պետքան շատ մեծ գրված տեսքով։ Ինչ վերաբերում է AI-ի փոխարինելիությանը, մարդկային ուժի, ես չեմ կարծում, որ AI-ը կփոխարինի, ինքը շատ օժանդակող դեր է ստանձնում եւ կփոխարինի միայն այն մասնագետներին, ովքեր որ բավականաչափ խորացած չեն իրենց մասնագիտության մեջ, բավականաչափ գիտելիքի պաշար չունեն։ Այդ դեպքում բնականաբար կկարողանա այդ աշխատուժը փոխարինել։ Գիտեք, այստեղ սարը երկկողմանի է, այսպես ասած, Ամերի ջան, բանն այն է, որ նրանք ովքեր սկսնակ են, կոպիտ ասած դեռ չեն դարձել մասնագետ այդպիսին, թեկուզ IT ոլորտում AI-ը նրանց ճանապարհը կտրում է, նրանց չի տալիս հնարավորություն կամ ժամանակ, որպեսզի նրանք պատրաստվեն եւ իրենց որակավորումը բարձրացնեն։ Խնդիրը դրանում է, նրանք ովքեր ուժեղ են, այսինքն բարձր պաշտոնների են կամ արդեն հաջողություններ ունեն որոշակի կամ գիտելիքների պաշար, նրանք հասկանալի է թիրախային խմբից դուրս են, բայց նրանք ովքեր նոր սկսել են կուրսեր են ավարտել, չգիտեմ, սովորել են, ժամանակ են տրամադրել են, նրանք սկսել են, հիմա նրանցից ավելի լավ ծրագրավորում է ցանկացած մեծ լեզվական մոդել, chatbot, օրինակ, նույն ChatGPT-ն ավելի հեշտ կարող է ծրագրավորել, այսինքն ալգորիթմներ կառուցել եւ այլն, եւ թիրախավորված են հենց այդ միջին եւ ցածր մասնագիտացում կամ որակավորում ունեցող մասնագետների մեծ թվար զանգվածը հասկանալի է որ անվանի այսպես լավ մասնագետներ այդ սենյորները եւ այլն նրանք ավելի պաշտպանված են նման ռիսկերից ինչպես է կատարվում ձեր աշխատանքը եկեք հասկանանք հա դուք օրինակ ունեք ձեր տվյալների բազայում կամ ձեր վերահսկողության տակ որոշակի մասնագետների բազա հա եւ ըստ պահանջի ինչ որ ընկերության կամ հիմնարկի դուք առաջարկում եք այս կամ այն մասնագետին այս հաստիկում ձեզ վճարում են յուրաքանչյուր նման գործարքի դիմաց դա արվում է ամսավետ Այդ ծառայությունից կախված է լինում։ Հա, ինչպես է դառնում, այսինքն տեղավորեցիք մեկին գործի ձեզ բոնուս եկավ, այդպես է աշխատում համակարգը։ Վճարման մոդելը մի քիչ տարբերվում է ծառայությունից ելնելով, որովհետև մենք ծառայություն ունենք, որի ժամանակ որ պարտադիր է, direct hire-ը մեզ մոտ կոչվում կամ այլ կերպ ասած ակտիվ հավաքագրում։ Մեզ պետք է շատ կարճամնակահատվածում
համադրել հաստիքը, այս դեպքում գումարը հաջողության վրա հիմնված բոնուս է, հա, վարդը ընդունվեց աշխատանքի, որոշակի վճար ստացավ արդեն Մագնուսը ծառայության դիմաց։ Ունենք այլ ծառայություններ, որ ենթադրում է նաև process, գործընթաց, այսինքն մենք դոկումենտավորում ենք ամբողջը, մենք վերահսկում ենք, ու սա միայն հավաքագրման մասին չի, սա HR ծառայությունների մասին էլ է, հա, խոսքը գնում։ Մենք process-ներ ենք դնում սկզբից մինչև վերջ, դուրս ենք բերում խնդրային կետերը ու դրանց ուղղված որոշակի ճանապարհային քարտեզ ենք առաջարկում։ Սա արդեն ենթադրում է այլ մոդել վճար, որ այստեղ հաջողությունը չափելի չի լինի, հա, տենց միանգամից համալրվեց եղավ, որովհետև այստեղ չափում ենք մետրիկաներով։ Դրա համար տվյալ դեպքում ծառայության վճարը ինչ որ ֆիքսված գումարի չափով է։ Հասկացա, Էլիզա, իսկ ինչպես դառնալ HR մասնագետ կամ հավաքագրման ոլորտի մասնագետ։ Ինչ պիտի ավարտես դրա համար։ Եկեք հասկանանք, օրինակ, որ կրթություն է բարձրագույն համապատասխանում, այսպես ձեր։ Հիմա բավականին շատ զարգացել է այս ճյուղը ու նաև ակադեմիական կրթությունն էլ է թույլ տալիս հենց այս ճյուղով մասնագիտացում ստանալ։ Ես ինքս կառավարման հոգեբանությունն եմ ավարտել, որով ԵՊՀ-ի, որտեղ հենց մենք անցնում ենք նեղ մռկեական թեմաներ։ Հիմա բայց առանձին հենց մռկը բաժին էլ կա, HR-ի բաժին կա ԵՊՀ-ում, տնտեսագիտականում, եթե չեմ սխալվում, էլի մի շարք համալսարաններում, այսինքն հստակ մասնագիտացումը կա, մարդիկ կարող են բակալավրը ավարտել եւ մագիստրատուրան ընտրել հենց այս ճյուղը։ Մյուս այլ ընտրանքային տարբերակը նա, որ մարդիկ օրինակ որոշակի այլ ֆակուլտետներում են ավարտել, հետագայում են որոշում կայացել մասնագիտական կողմնորոշման, արդեն այստեղ աշխատում է ոչ ակադեմիական կրթությունը, այսինքն դասընթացներ, ես չեմ ուզում մատնանշել, ասենց որ ինքնագովված չլինի մեր դասընթացները, բայց շուկայում բավականին շատ ընդ որում նաև մեր դասընթացները կան, որոնք թույլ են տալիս մասնագետներին լիովին մուտք գործել ոլորտ եւ ինքնադրսևորվել որպես ՄՌԿ մասնագետներ։ Ու եթե դուք անգամ օրինակ STAFM-ով վերլուծեք ՄՌԿ հաստիքների արկայությունը, բավականին մեծ պահանջարկ ունի, այսինքն վստահ այն մասնագետները, ովքեր ոչ միայն դասընթացներով ակադեմիական կրթությամբ, այլ ինքնազարգացմամբ իրենց վրա կաշխատեն, իրենց տեղը կգտնեն։ Ես այս ինքնազարգացումը նշում եմ, որովհետև կարող է մարդիկ լինեն, ենթադրեն, որ ավարտեցի համալսարանը կամ ավարտեցի կուրսը, հիմա պետք է աշխատանք ինձ գտնի։ Ես նստեմ, սպասեմ հավաքագրման մասնագետը, բայց չէ, այստեղ պետք է անընդհատ կարդալ, տարբեր միջոցառումների մասնակցել, որտեղ այն ՄՌԿ ավակ մասնագետներն են, ովքեր քեզ հենց ընդունելու են աշխատանքի, այնտեղ երևալ, հարցեր տալ, քեզ ընտրել մենթոր, ով քեզ կուղորդի ու արդեն իսկ կայացած մասնագետները վստահ եմ չեն մերժի, եթե դիմեն խորհրդի ուղղորդման, թեկուզ ինչ գիրք կարդան, որտեղ դիմեմ, ինչպես ինձ հարցազրույցների ժամանակ դրսևորեմ եւ այլն, ու մյուս խորհուրդն էլ շատ դիմել տարբեր հաստիկների եւ մասնակցել հարցազրույցների, անգամ եթե դա ձեր ցանկալի գործատուն չէ, այստեղ շատ ահռելի հմտություններ է զարգանում, հա, հաղորդակցման, հարցերի, թեկուզ որ հարցից հետո ինչպես պատասխանել, ինչպես քեզ դրսևորել այդ ստրեսային վիճակներ է անցնում, այսինքն շատ մասնագիտական կապերի ձեռքբերում, հարցազրույցների մասնակցում, միջոցառումների մասնակցում ու այդպես։ Դա է երևի թե բանալին, որովհետեւ ինքս եմ դրա միջով անցել ու վստահ եմ սա ոնց որ եթե այս ամենը անեն կհաջողեն այս ոլորտում։ Տեսնելով ձեր ոգևորությունը, ձեր պսպղան աչքերը, հասկանում եմ դուք սիրում եք ձեր գործը եւ մեծ ոգևորությամբ եք լցված եւ դա շատ լավ է, շատ։ Ես ուղղակի Սուսաննայի հետ մենք հիշենք սովետական տարիներին հիմնականում կադրերի բաժին կար։ Մինչև հիմա իմ մայրիկը սենց ասում է ինչ ես աշխատում, ասում եմ recruiter, ոնց որ չի հասկանում, ասում եմ կադրեր, ասում են ինչ կա, ասում են կադրերի տրամադրության տակ է, չէ՞, այդպեսի արտահայտություն կար։ Չգիտեմ, անունը փոխվել է, համակարգը վերանայվել է, արևմտյան մոդելով ենք սկսել հիմա առաջնորդվել, միգուցե դա լավ է, ինչ խոսք, եւ հաջողություն եմ ցանկանում ձեր գործում, ամենայն դեպս գիտեք, վերջին հարցը, որը ծրագրել էի տալ, ճիշտ ասած մտածում եմ արժե արդյոք թե չէ, բայց որքանով է այսօր աշխատանք գտնելը Հայաստանում հեշտ, սկսենք դրանից, որտեղ այլ երկրներում գիտեք, չէ, նպաստ են ստանում միջև յոլա գնան, ժողովուրդներով ասած միջև գործիք տեղավորվեն, այդպիսի ծրագրեր կան բազմաթիվ պետական, մեզ մոտ դե ոնց հասկանում եմ այդքան էլ չէ, կա ինչ որ իհարկե ծրագրեր, փարոս եւ այլն անգործ մարդկանց համար, բայց ասում են որ դե Հայաստանում
գործ գտնելը հեշտ գործ չէ, ինչպես է գնահատում, դա արդյոք այդպես է, որքան գիտեմ շատ մարդիկ այսօր աշխատող են փնտրում, չեն կարողանում գտնել, եկող չկա, պատրաստ են լավ, նույնիսկ ավելի շատ վճարել, քան ընդունված է, բայց էլի այդ մասնագետին չեն կարողանում գտնել, Եվ եթե թույլ տաս կուզենայի, որ պատասխանի մեջ ներառեք, հիմնվելով ձեր փորձի վրա, որ հմտություններն են առավել պահանջված, գուցե ոչ մասնագիտական, այլ հենց մարդկային, որոնք պարտադիր են բոլոր մասնագիտություններում։ Լավ, ուրեմն նախկինում եւ իթե 4 տարի առաջ մոտավորապես շատ խորին համոզմունք ունեի, որ Հայաստանում գործ գտնելը դժվար է, որովհետև չես կարողանում, դու մասնագետ ես, դժվար է ամենտեղ ուղարկում ես քո ռեզյումեն չի ստացվում, մինչև որ առիթ ունեցա համագործակցելու Մագնուսի շրջանակներում տարբեր ոլորտի ներկայացների հետ արտադրական, քաղաքաշինական, ծրագրավորման, ֆինանսաբանկային եւ այլն հասած մեր ոլորտների շրջանակը լայն են ու արդեն հայացք ունեցա այս մյուս կողմից երբ որ գործատուն է փնտրում մասնագետի բայց չի կարողանում գտնել որովհետեւ առաջարկվող որակավորումները չեն համապատասխանում այն ամեն ինչ որ շուկայում տիրում է ունեցել ենք փորձառնություն համադրելու հաստիկ որի շրջանակում կարիք չկար որևէ մասնագիտական հմտություն հա ուղղակի պետք էր մարդ ով որ տվյալ ժամանակահատվածում կներկանա համակարգ իրեն սովորեցվելու էր ոչ մի պարտադիր անգլերեն, ռուսերեն լեզուների իմացություն չկար ու էլի դժվարություն կար նման հաստիկների համալրման շրջանակում ինչի մի քիչ շատ ավելի մեծ խնդիր է կարծում եմ այս հաղորդման շրջանակում դժվար կարողանանք այդ ամբողջ կետերը փակել բայց չգիտեմ մի քիչ ինքս էլ եմ մտածել ինչի պատճառով է որ ամեն դեպքում այս բացը կա հա գործատու եւ աշխատակից չեն կարողանում իրար շատ ավելի հեշտ գտնել ինչ վերաբերվում է ձեր հարցին հա դրա հետ կապված վերջերս խոսք ունեցա խոսնակեի բանախոս է հրավիրված ու այնտեղ ես այդ հմտության մասին խոսեցի բոլոր գործընկերների հետ որ ես շփվել եմ ովքեր հետաքրքրված են եղել կադրերի համալրման հարցով բոլոր անխտիր նշել են որ իդեալական որակը քթածակությունն է ես երկար մտածել եմ թե որն է այդ քթածակություն կոչվածը հասկացա որոշակի որակների համախումբ հաղորդակցություններ ճկունություններ նախաձեռնողականություններ դիսցիպլինաներ եւ այլն բայց որպես այդպեսին քթածակությունով է դեպքում առաջին օրինականը Հա, ճիշտ է, ես միշտ փորձել եմ հասկանալ, քթածակությունը դա մի երևույթ չէ, դա ինչ-որ ֆոնջ է, մարդու տեսակն է, տեսակի, հա, համաձայն եմ ձեզ հետ, աղջիկներ շնորհակալություն, ձեզ ենք շնորհակալ, համենայնպես ձեր օգնությամբ որոշակի պատկերացում ունեցանք եւ մեր ունկնդիրներին էլ փոխանցեցինք ռադիոալիքներով այս ինֆորմացիան, թե ինչով են զբաղվում օրինակ հավաքագրման մասնագետները HR մասնագետները, human resource եւ ընդհանուր մի քիչ ձեր գործից պատմեցիք, հիմա գիտենք նաեւ դա, շնորհակալություն որ այդ ինֆորմացիան մեզ տրամադրեցիք։ Մասնագիտության պատմությունն էլ է բավականին հետաքրքիր, եթե տենց կլինի, իհարկե ունենք 1-2 րոպե։ Հա, ուզում եմ ուղղորդեի մարդկանց իրեն կարդան, լավ ամեն դեպքում հավաքագրման ծագումը ինքը եղել է արդյունաբերական հեղափոխությունից սկսած, երբ որ արդեն մարդիկ տարբեր գործարաններում աշխատում էին, ինչ որ մի պահի հասկացան, որ կոնկրետ տեսակի ռեսուրսների պակաս է ստացվում, ու դա արդեն հիշում եք 1800-ականներ, 1900 եւ այլն։ Այդ ժամանակահատվածից սկսած արդեն ինդուստրիալ հեղափոխության մասին ենք խոսում։ Սկսվեց կարիքը համալրելու ոչ թե ցանկացած աշխատուժ, այլ մարդու, ով որ կոնկրետ հմտություններ կունենա, ու եթե ասես գալիս ենք միջև հիմա այդ նույն խնդրին բախվում են ընկերությունները։ Ու մեր խնդիրն է օգնենք ընկերություններին եւ օգնենք անհատներին, որպեսզի այս երկուսը շատ արդյունավետ համագործակցություն ունենան։ Մագնուս ընկերությունը ներկայացնում է այսօր մեզ մոտ ստուդիայում Մերի Ստեփանյանը, բիզնես ոլորտի պատասխանատու, եւ Էլիզա Մելքոնյանը, HR Edu Hub նախագծի նախագահ եւ երկու շատ հաճելի զրուցակիցներ։ Ձեզ լավ օրենք ցանկանում։ Շնորհակալ եմ։ Ասում ենք շնորհակալություն։